Ըստ խնդրի, յուրաքանչյուր երկնիշ թվի համար Կարենը հաշվեց այդ թվի թվանշանների արտադրյալը, այնուհետև նա գումարեց բոլոր ստացված արդյունքները և պետք է գտնել, թե ինչ պատասխան ստացավ Կարենը գումարման արդյունքում։ Շատ լավ, նախ եկեք պատկերենք, թե ինչ տեսակի գումար լիներ ենք ունենալու։ Դե առհասարակ երկնիշ թիվը նկարագրվում է հետևյալ կերպով, առաջին և երկրորդ թվանշանը, որտեղ ան մեզ մոտ 0 չէ, առաջին թվանշանը, և ան բեն թվանշանն։ Ահա։ Այսինքն մեզ մոտ բեն կարող է լինել 0-ից 9, իսկ ան կլինի կոնկրետ 1-ից 9։ Հիմա եկեք ֆիքսենք ան ու այնուհետև փորձենք հասկանալ, թե ինչ բեր մենք կունենանք և փորձենք այդ գումարները դիտարկել։ Դա թող լինի մեր քայլ 1-ը։ Ահա։ Ֆիքսենք ան։ Ու թող լինի ան հավասար 1։ Ապա կունենանք 10, 11 և այսպես շարունակ մինչև 19 թվերը։ Եվ կգումարենք ահա այսպես 1 անգամ 0, գումարած 1 անգամ 1, գումարած 1 անգամ 2, գումարած այսպես շարունակ մինչև 1 անգամ 9։ Ակնհայտ է, որ 1-ը մեզ մոտ ընդհանուր կարող ենք հանել և կստացվի 0, գումարած 1, գումարած շարունակ մինչև 9։ Իսկ ֆիքսած a-ի համար մենք կունենայինք, եթե ան ինչ-որ 1 չլիներ, այլ կոնկրետ հենց a թողնեինք, կունենայինք a անգամ 0, գումարած a անգամ 1, դե ան ցանկացած թվանշան կարող է լինել 1-ից մինչև 9, գումարած a անգամ 2, a անգամ 3, բազմակետեր դնենք մինչև անգամ 9 և բաշխական օրենքը կիրառելով կարող ենք ան դուրս բերել փակագծից ու կստացվի 0, գումարած 1, գումարած 2, այսպես այսինքն ցանկացած a-ի դեպքում մենք ունենալու ենք հետևյալ տեսքի գումարը լիներ։ Հիմա քայլ 2-ն էլ արդեն a-երը փոխելը կլինի, այսինքն գումարենք բոլորը իրար ան գից փոխելով։ Այսինքն եթե մեզ մոտ առաջին թվանշանը, որը ատարով ենք նշանակել, լիներ 1, մենք կունենայինք 1 անգամ 0, գումարած 1, այսպես շարունակ մինչև 9։ Եթե ան լինի 2, մենք կունենանք 2 անգամ 0, գումարած 1, գումարած այսպես շարունակ։ Եթե ան լինի 3, կունենանք 3 անգամ 0, գումարած 1, այսպես շարունակ մինչև 9։ Եվ այսպես մենք կշարունակենք մինչև ան 9 դեպքը 0, 1 և մենք մինչև 9։ Ու այստեղ մենք նույնպես կարող ենք բաշխական օրենք կիրառել, բայց արդեն 0-ից 9 գումարի համար։ Կստացվի, եթե մենք 0-ից 9 ընդհանուր հանենք, եկեք դա որպես երկրորդ արտադրիչ գրենք։ Շտով կհասկանաք, թե ինչու։ 0, գումարած 1, այսպես շարունակ մինչև 9։ Եթե ընդհանուր ենք հանում, առաջինից մեզ մոտ մնում է միայն 1, առաջին գումարելուց, երկրորդ գումարելուց 2, երրորդ գումարելուց 3, այսպես շարունակ մինչև 9-րդ գումարելուց։ Եվ կարող ենք նկատել, որ 0-ն ոչ մի բան այստեղ չի փոխվում, մենք ունենք 1-ից 9 թվերի գումարը բազմապատկած 1-ից 9 թվերի գումարով։ Եվ արդեն գիտենք, թե ինչպես կարելի է 1-ից 9 թվերի գումարը հաշվել, դա 45 է, կունենանք 45 անգամ 45 հավասար 2025։ Շատ լավ։ Հիմա ինչպես հաշվեցինք և եկեք այսպիսի մի կարևոր փաստ նույնպես այստեղ նկատենք, որը շատ գեղեցիկ է։ Ահա այս փակագծերը եթե մենք դիտարկենք, առաջին փակագծից ինչ-որ թվանշան ընտրենք և ինչ-որ թվանշան ընտրենք երկրորդ փակագծից, մենք կստանանք որևէ երկնիշ թիվ։ Եվ այդ մեթոդով մենք կարող ենք ստանալ բոլոր երկնիշ թվերը, չէ՞ որ առաջին փակագծում 9 թվանշան կա, երկրորդ փակագծում 10 թվանշան և 2-ը ու 1-ը վերցնելով կստանանք 21 թիվը, 1-ն ու 2-ը այնտեղից վերցնելով կստանանք 12 թիվը, այսինքն 9 անգամ 10
հավասար 90 գումարելի ենք ունենալու եւ այդ գումարելիներից յուրաքանչյուրը մեզ մոտ ներկայացնելու է ինչ որ երկնիշ թվի թվանշանների արտադրյալ։ Շատ լավ, այսինքն մենք ստացանք, որ սրանք նույն բանն են, բոլոր երկնիշ թվերը վերցնել եւ իրենց թվանշանները բազմապատկել ու իրար գումարել նույնն է, ինչ 1-ից 9 թվերի գումարը բազմապատկել 0-ից 9 թվերի գումարով, որովհետեւ հերթով հենց այդպես էլ մենք կատարում ենք երկնիշ թիվ կառուցելու գործողությունը։ Շատ լավ, սա ուղղակի այն փաստի համար, ինչու նշեցի, որ 0-ից 9 վերջում գրենք, այսինքն առաջին արտադրիչը թող լինի 1-ից 9-ի գումարը, որպեսզի նկատենք, որ սա մեր մոտ A թվանշանն է, իսկ սա B թվանշանն է, ու հենց այդպես էլ կառուցվում էին երկնիշ թվերը։ Եկեք ամփոփենք, ինչն էր կարևոր այս խնդրի լուծման մեջ, դա հասկանալն էր, թե ինչպիսին են լինելու մեզ մոտ թվերը, թվանշանները դիտարկելն էր ու գոնե մի ֆիքսած a-ի համար այսպիսի գումար դիտարկելն էր, որպեսզի հասկանաք, թե ինչ է կատարվում, ու երբ արդեն հասկանում եք, թե ամեն ինչ ինչպես է կատարվում, եւ իհարկե միգուցե դուք ինձ ասեք, ահա, այս մեկ անգամ 0-ն պետք չէր գրել, բայց այդ մեկ անգամ 0-ն այստեղ ուղղակի պատկերացինք, որպեսզի հետեւյալ կտորում ավելի པարզ երևա այդ երկնիշ թվերի կառուցումը։ Հիմա երբ արդեն մի թվի համար, մի a-ի համար կոնկրետ մենք հասկացանք, թե ինչպես կարելի է գրել ամեն ինչ, ինչպես կարելի է ընդհանուր հանել, կարելի է արդեն առանց an ասելու, որ 1 է, ընդհանրացնել բոլորի համար։ Եթե a թվանշանը հենց թողնենք a, հետևյալ գումարը կունենանք, այդտեղ էլ կարող ենք կիրառել բաշխական օրենքը եւ ստանալ սա։ Ու սա ճիշտ է ցանկացած a, որը հավասար է 1, 2, 3, այդպես մինչև 9։ Հիմա քայլ 2-ը եղավ այն, քանի որ գիտենք, որ ցանկացած a-ի համար ահա այս գումարը մեզ մոտ հավասար է հետևյալին, an 1-ի համար կլինի հետևյալ գումարելին, an 2-ի համար այս գումարը, an 3-ի համար այս գումարը եւ մինչեւ an 9-ի համար այս գումարը։ Այստեղ նույնպես կիրառեցինք բաշխական օրենք, ստացանք հետևյալ երկու թվերի արտադրյալը, ինչն էլ շատ ավելի հեշտ էր հաշվել, քան առանձին այսպես կտորներով գումար հաշվել։ Եվ այստեղ նույնիսկ կապեցինք այն, որ հաշվել երկնիշ թվի թվանշանների արտադրյալի գումարը նույնն է, ինչ հաշվել հետևյալ արտադրյալը, որովհետև առաջին թվանշանը ընտրելով առաջին փակագծից եւ երկրորդ թվանշանը ընտրելով երկրորդ փակագծից մենք կառուցում ենք միարժեքորեն մի երկնիշ թիվ 90 գումարելի ենք ունենում, որովհետև առաջին փակագծում 9 թվանշանը, երկրորդում 10 եւ հենց այդ արտադրյալներն էլ յուրաքանչյուր գումարելի երկու թվանշանի արտադրյալ է, ու հենց այդ արտադրյալներն էլ ներկայացնում են մեզ մոտ նրանք, որոնք անհրաժեշտ էր հաշվել, որոնց գումարները հաշվել։ Հետևաբար պատասխանը ուղղակի 2025 է ու այսքանով այս խնդրի լուծումը կարող ենք ամբողջությամբ ավարտել։